Պետք է հաշվի առնել, որ վաղաժամ ծնունդն այսօր մարդկության առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկն է։ Իտալիայում երեխաների մոտավորապես 7%-ն է ծնվում վաղաժամ, իսկ ԱՄՆ-ում, որի առողջապահական համակարգն ավելի պակաս արդյունավետ է, քան Իտալիայինը, այդ ցուցանիշը կազմում է 12%։ Հետևաբար, այս թվի աճը մարդկության համար հանգեցնում է ողբերգական և զգալի կորուստների, բնականաբար կենսաբանական, ընտանիքների և բոլորի համար, ինչպես նաև տնտեսական նրանց համար, ովքեր կարևորում են ֆինանսական կողմը։ Մենք արդեն ունենք որոշ ապացույցներ, որ պլաստիկը մարդկանց մոտ կարող է նման հետևանքներ առաջացնել։ Նույնիսկ այն երեխաները, որոնք ծնվում են ավելի փոքր չափերով, այսինքն վարակված երեխաները։ Ես օգտագործում եմ վարակված եզրույթը, քանի որ պլաստիկը վնասակար գործոն է։ Խոսքը հիմնականում երեխաների մասին է։ Գիտական հոդվածներից մեկում, որը մեծ արձագանք ստացավ և լայնորեն մեջբերվեց, մենք նրանց անվանեցինք Cyborg Baby, այսինքն կիբորգ երեխաներ, քանի որ նրանք կազմված են ինչպես օրգանական, այնպես էլ ոչ օրգանական նյութերից, օրինակ պլաստիկից։ Այս երեխաներն ավելի փոքրամարմին են լինում, և որպես կանոն, նրանց ուղեղն էլ ավելի փոքր է լինում, քան սովորական երեխաներինը։ Նրանցից միայն քչերի օրգանիզմում է պլաստիկի ավելի քիչ կուտակում արձանագրվում, քանի որ այն ամենուր է։ Այս առումով կարևոր են մայրերի սովորությունները։ Դրանք կարևոր են ոչ այն պատճառով, որ առանձին մարդկանց վարքագիծը կարող է լուծել պլաստիկի խնդիրը։ Իհարկե, դա այդպես չէ։ Այնուամենայնիվ, ձեր երեխայի համար կարևոր է, որ դուք ջուր չխմեք պլաստիկե շշերից, պլաստիկե շշերով գազավորված ըմպելիքներ չօգտագործեք, պլաստիկ փաթեթավորմամբ սննդամթերք չգնեք և հնարավորինս հազվադեպ, միայն անհրաժեշտության դեպքում, դրսից սնունդ պատվիրեք։ Տարբեր պատճառներով տուն առաքվող սնունդը շատ ավելի մեծ քանակությամբ պլաստիկ է պարունակում, քան մյուս սնունդը։